Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթվա հերթական հիսթերիայի նոպային հնչեցրած որոշ մտքերի։ Եթե նկատել եք, օրինակ, արդեն նա այդքան այդ ջղաձգումների մեջ չի հայտնում, երբ նրան անվանում են թուր կամ դավաճան, ձեզ հայտնի որակումները, որը հաճախ տրվում է, կարծես դրանից նա այդքան խնդիր այլևս չունի, միգուցե հասկանում է, որ այդ պիտակը այնքան է նրան կպել, որ այստեղ անիմաստ է պայքարել, բայց այդ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է եւ այստեղ երևի թե տեսնում է, որ դեռևս հնարավոր է ինչ-որ բան անել։ Ուրեմն ինչպես են որակում, երեք նայում է Սրբուհի Գալյանի հարցազրույցը, ասում է ընդդիմությունը սադրել է եւ եղել է սադրանքի պատասխան։ Իսկ սադրելը որն է, երբ որ ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացում, կոնկրետ հարց, որը պահանջում է պատասխան, ու այդ պատասխանը չի տրվում ու դրա տեղը այտենց շոր այդ ներվային հիստերիկ շարժումներն են լինում, որակումները, մեղադրանքները, սպառնալիքները։ Հիմա ուզում խոսել նոր գիտահապետարանի դեպքից, շատ հաճախ որտեղ մոռացվում է սկիզբը եւ վերջը, ինչ է ուրեմն տեղի ունեցել, ակտիվիստ Արթուր Չախոյանը խնդիրատեսել մանկապարտեզի շինարարության հետ կապված, ծախսված գումարների, մսխումների հետ կապված, դրա մասին հարց է բարձրացնում, հետո հետևում է թաղապետի զանգը, սեռական բնույթի հայհոյանքները, որին ի պատասխան Արթուրը եւ Մեսրոպ Մանուկյան Երևանի ընդդիմադիր ավականու անդամը քաղաքական ակցիա են իրականացնում եւ այնինչ ասել է թաղապետը շատ բան ձևով, պատկերավոր ձևով նկարի հետ կապված են անում եւ հաջորդ օրը բոլորիս հայտնի ծեծն է լինում։ Թաղապետը իր ընդունարանում ծեծում է Արթուր Չախոյանին։ Ուսրան հետևում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության հայտարարությունը քաղաքապետարանի, որ իբր քննադատելով այս երևույթը, բայց որոշ շեշտը դնում են, այ բայց իրավապահները ինչի մի օր առաջ չեն հստակ գնահատական տվել ու դրան արդեն հետևում այն, որ ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվում ծեծվողի վրա, քան այն մարդու վրա, ով ծեծել է։ Ու ինչ է ասում, հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապված, ասում է դե ընդհանուր այսպես չընդունելով բռնությունը, ասում է դե մարդը կարող է ինքնատիրապետումը կորցնել։ Հիմա օրինակ երբ Արմեն Գրիգորյանը անհաջող միտք է արտահայտել ժամանակին, դրա դիմաց չեն ասել, մարդը կարող է սխալ արտահայտվել, այլ տարել են կալանքի ու ի վերջո այդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ օրինակ գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է ադրբեջանցիների հետ ադրբեջանական ակցիայից Հայաստանի Հանրապետության հրապարակում, չեն ասել մարդը տուն-տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած ու սխալ բան չի էլ ասում, այլ կալանքի միջնորդություն են ներկայացնում, անում են դատարան։ Երբ որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը եթերից խոսում են YouTube-յան ալիքով բավական բաց այս իշխանությունների մասին չեն ասում, մարդեն ի վերջո էլի սխալ բան երևի թե չեն ասում, այլ տանում են կալանքի մի հատ էլ sense դեմքը սեղմելով ասֆալտին այդ ձևերով։ Կա Սարգսի Օհանջանյան եւ Նարեկի Մութաֆյան դեպքը։ Նույն ձև դատավորին ասել են օրինակ դուք ձեզ համարում եք Նիկոլ Փաշինյանի որակումները ընդունում եք, վնգստացող դատավոր համարում եք, տարել են կալանքի, 2 ամիս կալանք, մինչև հիմա էլ կարծեմ գործը գնում է։ Զոհվածի ծնողի հետ կապված դեպքը, իմ հետ կապված դեպքը, որ չեն ասում, հետ ենք պատտվել խաղաղցույցի ընթացքում, հասկանանք լացող աղջկա ձայնը ինչից է գալիս, չէ, ոստիկանական մեքենայի մեջ խոշտանգում, հետո կալանք, հետո մնացած գործերը։ Հիմա այս ամեն ինչի վերաբերյալ ասում են դե մարդա։ Քննչականի ղեկավարն էլ լուրջ դեմքով երեք փորձում էր համոզել, որ ծեծը ավելի թույլ հանցանք է, այն ինչ արել են իրենք ավելի թույլ հանցանք է, քան օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը։ Հասկանում եք, սա լուրջ չի, այս երկակի ստանդարտները ուղղակի ճճացող են։ Ուզում եմ խոսել բանավեճի հետ կապված, անընդհատ երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է նախագահները թող գան բանավիճեն։ Այս առաջարկը անելով Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու չի բանավիճելու, որովհետև ու դրանով ուզում է ցույց տալ, որ այ տեսեք, եթե չեն գալիս, ուրեմն ես ճիշտ եմ։ Այսինքն դուք լուրջ մտածում եք, որ օրինակ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա եւ բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախը ով է հանձնել։
Լավ, սա դուք լուրջ եք համարում։ Կամ այսինքն լուրջ մտածում եք, որ 30 տարի բոլորը բանակցում էին Արցախը տալու հետ կապված, բայց այ մենակ հանճարեղ Նիկոլ Փաշինյանին է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք է անել այն, ինչ դուք արել եք, ճանաչել այն Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք, օրինակ ինչ որ մեկը ասում է լուսնի վրա կյանք կա, այ գիտնականներ, աստրոֆիզիկներ, եկեք բանավիճենք դրա շուրջ։ Նրանք ասեն, ու դու հիմար չես։ Ու ինքը ասի, այ տեսակ իրանք չեկան, ուրեմն ես ճիշտ էի։ Ասում է ամեն գյուղ գնում եմ, ամեն տեղ գնում են, ասում են ինչի Քոչարյանը նստած չի։ Դուք գիտեք մեզ ինչ են ասում, ինչ որ տեղեր են գնում։ Ասում են, այս անհայրենիք դավաճաններ միջև հիմա ոնց է ազատության մեջ են մի բան էլ շարունակում են իշխանության մնալ։ Բայց ի տարբերություն շատ ասածների, այստեղ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ ճշմարտություն կա եւ դա ունի պատճառ։ Ինչն է պատճառը, որովհետեւ տարիներ շարունակ շատ երկար, շատ մեծ ստի դոզա է այսպես տարածվել ամբողջ հանրության վրա եւ շատ բաներ մտել է շատերի գլուխը։ Եվ որ իրանց խմբակցության ԿՊ խմբակցության ղեկավարն ասում է մենք դրա հետ կապ չունենք, չէ, ունեք դուք կապ։ Նույն 4 միլիարդի հետ կապված, չգիտեմ, բանկեր, օդանավակայան, հանքեր, սպայկա, հիվանդանոց, ինչ սուտ ասած տարածվել է։ Ես չգիտեմ, մեր նորանկախ պատմության շրջանում ավելի շատ սուտ ու կեղծիք ու sense դեմոնիզացիա ինչ որ մեկի հանդեպ ավելի իրականացվել է, քան մեր հետ կապված։ Ու դուք եք դա տարածում։ Առաջինը այդ կեղծ նյութը արտատպել է Նիկոլ Փաշինյանի թերթը հայկական ժամանակը, հետո էլ հենց ինքը իր դատավորության ընթացքում դրա մասին բարձրաձայնում էր։ Այնպես որ սա միանշանակ է եւ հասկանալի է, որ մարդիկ ձեզնից լսել են տարիներ շարունակ դա, հիմա դուք 7 տարի է իշխանության եք, բարձր ձեզնից պիտի հարցնեմ, պիտի ասեն, ես բանն եք ասել, բա ինչ եղավ։ Հիմա եթե վաղը մենք լինենք իշխանության, բա մեզ են նույնը հարց տալու, եթե ձեր հետ կապված գործողություններ չլինեն։ Բնական է, չէ՞ դա, շատ բնական է։ Իհարկե, պարկեշ կլիներ, որ ընդունեիք, ասեիք, գիտեք Ժորժ ջան, սխալվել ենք ինչ որ հարցերում էլ չափազանցացված է եղել այն ինչ որ մենք պատկերացրել ենք կամ տարածել ենք, բայց ձեզնից պարկեշություննակալի երևի միամիտնություն կլինի։ Անընդհատ կրկնվում է ապօրինի գույքի հետ կապված այն հայցը, որը մեր հետ կապված մուտք արվել դատարան 2 տարի առաջ։ Ժողովուրդ, ուզում եք ամեն անգամ կրկնեք սկզբից մինչև վերջ, վերջից սկիզբ, թվերը տարբեր ձևերով, դրանից էությունը չի փոխվում։ Այն ինչ դուք տարիներով մարդկանց ներարկել եք, առնվազն 50-ից 100 անգամ ավելի քիչ է, քան ինչ փաստացի կա։ Իսկ փաստացի կա այն, ինչը մենք միշտ ասել ենք, խոսել ենք, մեր անունով ա եղել, ոչ մի հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ գույք չկա եւ չկա գեթ մեկ լումա, որի օրինական բացատրությունը մենք չունենք։ Ապօրինի գույքի էս օրենքի մասով, որ ասում են, այ ինչի են վիճարկել ՍԴ-ում։ Կա լուրջ խնդիրներ եւ ՍԴ-ի որոշումը դրա մասին է խոսում, ինչքան էլ չեք ուզում ընդունել, իհարկե ձեր այդ բռնազավթած ՍԴ-ն է, բայց նույնիսկ իրենք չեն կարողացել այս մասով ինչ որ բաներ կա շրջանցել։ Օրինակի համար ասեմ, որ կան ընկերություններ, որ ասում են մարդ 7000 մեր գործով չէ, ընդհանրապես 7500 դրամ օրինակ չի ունեցել ՍՊ-ում ՍՊ բացելու համար։ Ու հետեւաբար այն ինչ աշխատել այդ ընկերությունը համարում են ապօրինի։ Այ այս կարգի աբսուրդային կետեր կան այս ամեն ինչում։ Մեկ էլ մի բան, որ անդադ ասում են, ինչից խոսում ենք անիվ կլինի, Արցախ հանձնել կլինի, սահմանազատում կլինի, ասում են, իրանք դրանից խոսում են, որովհետև խնդիր ունեն իրենց ունեցվածքը պահելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ունեցվածքը պահելու համար կամ պիտի խելոք վեր ընկնես տեղդ, փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պիտի ամեն ինչ վաճառես թողնես գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ մյուսն ենք արել։ Ու իմիջիալուց նման բան անողներ եղել են, օրինակները բոլորիդ հայտնի է։ Մենք դա չենք արել, մեր խնդիրը դա չէ, առնվազն մինչև 23 թվականի ամառը կարող ենք այդ ամեն ինչը անել, մինչև այս գործերը լինելու։ Հիմա նաև ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում է համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադրի լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից,
բարձր է նստած շատ ցավոտ ալներ։ Արտահերթ Շնորհակալություն։ երիտասարդ հանդես կգամ ես։